Վերջին զանգ հեռուստասերիալում ճշմարտությունը դանդաղ, բայց անշեղ կերպով մոտենում է իր ամենավտանգավոր կետին։ Անգելինան գիշերվա լռության մեջ պատուհանից նկատում է Հենրիի ուրվագիծը։ Նրա սիրտը կանգ է առնում, վազում է դուրս, բայց ուշ է։ Հենրին արդեն հեռացել է։ Վիկտորիան տեսնում է դստեր հուզվածությունը, սակայն ոչ մի ապացույց չունենալով կարծում է Անգելինայի հոգեկան վիճակն այնքան է ծանրացել, որ աչքին արդեն բաներ են երևում։ Նա չի պատկերացնում, որ իրոք Հենրին էր եկել, բայց լուռ հեռացավ, քանի որ ոչինչ չունի ասելու, ավելի ճիշտ ունի, բայց նա խնդրում է լռությունը, որպեսզի վերջնական չկոտրի Անգելինային, քանի որ Հենրին կարծում է, ինքը գոնե մնում է հարազատ զավակ իր ընտանիքում, մինչդեռ Անգելինան խաբված է ամբողջ կյանքում։ Վիկտորիան, վախենալով, որ աղջկա վիճակն անդառնալի է դառնում, դիմում է վերջին հույսին։ Որոշում է կանչել Աննային, Հենրիի մորը։ Գուցե նա կարողանա խոսել Անգելինայի հետ։ Աննան համաձայնում է գալ, բայց հոգեպես կոտրված է։ Նա հավաքել է ճամպրուկները եւ լքել շախունցների տունը, իսկ նրա հետ հեռացել է նաեւ Անետը։ Աննան վերադառնում է մի տուն, որտեղ տարիներ առաջ հայրը իր կամքին հակառակ հղի վիճակում նրան ամուսնացրել է Միքոյի հետ։ Աննան մինչ օրս չի կարողանում մոռանալ Սոսին։ Այդ վիշտը հիմա կրկնապատկվել է։ Անետի հետ խոսելուց ու անցյալը վերհիշելուց հետո Աննան գնում է Հալալի տուն ու հանդիպում Հենրիին։ Որդին գրկում է մորը, բայց նրա աչքերում կա ցավ, մոլորություն, ինչպես նաև հարցեր, որոնց պատասխանները դեռ ոչ ոք չգիտի։ Հենրին կասկածում է Միքոյի ասածներին, ասում է, որ հնարավոր է Միքոն հորինել է ամբողջը, որպեսզի բաժանի իրեն ու Անգելինային։ Աննան շոկի մեջ է, գուցե ճշմարտությունը լիովին այլ է, գուցե սիրտ կոտրող կապը իրական չէ։ Հենրին որոշում է ամեն ինչ պարզել գիտական ճանապարհով։ Նա պատրաստվում է ԴՆԹ թեստ հանձնել, գենետիկ թեստ, բացահայտելու արդյոք Անգելինան իրոք իր քույրն է թե ոչ։ Բայց մի խնդիր կա, ինչպես ստանալ Անգելինայի կենսաբանական նմուշը, եթե նա ու Անգելինան չեն հանդիպում։ Հենց այդ պահին իր ճակատագիրը եւս մի անգամ պատուհան է բացում։ Վիկտորիան զանգում է Աննային, հրավիրելով նրան իրենց տուն Անգելինային մխիթարելու։ Իսկ դա նշանակում է, որ Աննան կարող է ոչ միայն խոսել Անգելինայի հետ, այլև օգնել որդուն գտնել ճշմարտությունը։ Հիմա արդեն բոլոր խաղադրույքները սեղանին են, իսկ ԴՆԹ-ի պատասխանը կարող է կրկին շրջադարձային դառնալ եւ փոխել ամեն ինչ։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին իրոք վերջնական կորոշի հանձնել ԴՆԹ թեստ։ Գրեք մեկնաբանություն։
Thank you.